Այսուհետ դատարաններում կարող են հանդես գալ միայն այն իրավաբանները, որոնք ունեն փաստաբանի արտոնագիր։ Սա է պահանջում փաստաբանության մասին օրենքում եւ քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունները։ Իրավաբանները, որոնք որ տարիներ շարունակ սովորել են բուհում, ստացել իրավաբանի դիպլոմ, մնացել են առանց գործ։ Իրավաբան Վահագն Մարտիրոսյանի կարծիքով օրենսդրական փոփոխությունը կավելացնի գործազուրկների թիվը։ Սա այն հարցն է, որ հասարակական նշանակություն ունի, որովհետև կապված է մարդկանց սոցիալական վիճակի հետ, մարդկանց առանց գործ թողնելու, իրավաբանական գրասենյակներին լուծարման եզրին կանգնացնելու հարցը դրված է այստեղ։ Նա անհիմն է համարում այն տեսակետը, թե այս փոփոխությամբ փորձում են այլ որակի վրա դնել իրավաբանական ծառայության մատուցումը։ Եթե փաստաբանները համարվում են բոլորը որակյալ, սա ուրեմն միանշանակ վիճելի հարց է, որտեղ եթե որակ են բարձրացնում, սկզբից պետք է սկսեն ներսից բարձրացնել որակը։ Ազգային ժողովի կողմից առաջին եւ երկրորդ ընթերցմամբ ընդունված փաստաբանության մասին օրենքում եւ քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունների վերաբերյալ հանրային որևէ լսում չի կազմակերպվել։ Որպեսզի հասարակությունը տեղյակ լիներ, նախազգուշացված լիներ, որ այսուհետ հնարավոր է տեղի ունենա այսպիսի բան։ Սա նոր տարվա նոր էր պետության կողմից։ Իդեպ Հայաստանում ամեն տարի բուհերի շրջանավարտների ցանկում մոտ 1000 իրավաբանի մասնագիտությամբ են։ Հարց է ծագում, ուր պետք է գնա աշխատելու։ Եթե ոչ, իրավաբանական գրասենյակ։ Իրավաբանները նամակ են պատրաստել ուղղված Սերժ Սարգսյանին եւ հույս ունեն, որ հապճեպ կատարված փոփոխությունները կյանքի չեն կոչվի։ Սուսաննա Պողոսյան, Տիգրան Բադալյան, IPF։